Մեր օրերում ազգադավ, հայադավ, հայրենադավ, իսկ հիմա նաև տիրադավ բառերը չափազանց պոպուլյար են դարձել, ով չի ալարում, ում ուզում է, ինչ ուզում է, հենց այդպես էլ կոչում է։ Այս բառերն այսօր ամենաշատը շռայլում են հենց նրանք, ովքեր տասնյակ տարիներով ընտրությունը վերածեցին կեղծիքի, պետությունը բաժանվող որսի, օրենքը ով ուժեղ է, նա իրավունք ունի սկզբունքի։ Մարդը, ով ընտրություն է գողացել, վաղը հայրենիք էլ է գողանալու, որտեվ իր համար հայրենիքը գաղափար չէ, այլ ունեցվածք։ Մարդը, ով գողական մտածողությունը դարձրել է քաղաքական կանոն, այսօր չի կարող իրեն ազգային արժեքների կրող ներկայացնել, որքան էլ հայկական դրոշով ծածկվի, որքան էլ հայրենասիրություն խաղա։ Նրանց հայրենասիրության տարիներին երկիրը դատարկվեց, մարդիկ փախան, բանակը մնաց առանց անհրաժեշտ կահավորման եւ սպառազինության, տնտեսությունը դարձավ մի քանի ընտանիքի մենաշնոր, դատարանը մի հեռախոսի զանգ, իսկ քաղաքացու արժանապատվությունը ոտքի գոխան։ Ում ինչ ժողովուրդը գոտին էր սեղմում, իրենք կառուցում էին իրենց պալատները Հայաստանում, արտերկրում եւ ապրում անպատժելիության մեջ, վերևից նայելով մեզ բոլորիս։ Հիշենք ամենակարևորը. գողը գող է բոլոր պարագաներում։ Որևէ քաղաքական գործընթաց չի կարող գողին պարկեշտ դարձնել, ինչպես եւ ոչ մի կաթողիկոս ու եպիսկոպոս ու պատրիարք, ոչ մի մյուրոն ու սրբապատկեր չի կարող սրբացնել այն ձեռքը, որ գողացել է պետությունից, ժողովրդից, բանակից։